հետագա փուլի ճակատագիրը էլի որոշելու է Հորմուզը։ Այո, հիմա խնդիրը ավելի է բարդացել։ Եթե Ժնևի բանակցություններին, որը փետրվարին տեղի ունեցավ, Հորմուզի հարց չկար, Հորմուզի նեղուցի։ Հիմա Իրանը փակելով Հորմուզի նեղուցը ավելի դժվարին փուլ է բերել բանակցությունները։ Հիմա եւս մեկ այդ դժվար հարցերի այդ փաթեթին եւս մեկն է ավելացել։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացումը։ Ավելին, ասեմ, Իրանը հայտարարել է, որ այսուհետ Հորմուզի նեղուցով անցնող նավերից ինքը վճար է գանձելու ամեն նավից $2 միլիոն, որպեսզի իր կրած վնասները փոխհատուցվի։ Եվ սա էլ ավելի է բարդացնում խնդիրը։ Ավելին, Իրանը այսօր հայտարարել է, որ Հորմուզը կամ բաց կլինի բոլորի համար, կամ ոչ մեկի։ Տարբեր հայտարարություններ են հնչում, ընթացքում ասել էին, որ բարեկամ երկրների համար բաց է, կարող են անցնել, որ բարեկամների համար փակ է։ Իրականում ԱՄՆ-ն այս հարցում այդքան շատ չի տուժում, ամերիկյան տնտեսությունը։ Այստեղ ավանաշատը տուժում են Ամերիկայի բարեկամ Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք որ իրենց նավթը Հորմուզի նեղուցի միջոցով արտահանում են Չինաստան, Հնդկաստան եւ ասիական այլ երկրներ, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ այլն։ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը եւ այլն։ Հիմա այս երկրներն են ավելի շատ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրում։ ԱՄՆ-ն դրանից այդքան էլ չի տուժում, բայց իր դաշնակիցները բավականին լուրջ տնտեսական վնասներ են կրում։ Դե հիմա շատ վտանգավոր հանգրվան է, կամ պատերազմական գործողություններ են սկսում, կամ Թրամփի հայտարարած այդ նեղուցը փակելու օպերացիան, դա էլ Աստված գիտի ինչ։ Այո, հիմա մարտավարական Իսրայելը ասում են պատրաստ է նորից անցնել գրոհի։ Իսրայելը իրականում, այո, Իսրայելն էլ ուզում է վերջնականապես այդ հարցը փակի Իրանում ռեժիմի փոփոխություն իրականացրի, կապիտուլյացիա իրականացնի, Իրանին կապիտուլյացիա արտադրի եւ վերջնականապես այս հարցը փակի, որովհետեւ բոլորն են ասում։ Դե դա չհաջողվեց։ Չհաջողվեց, բայց դե իրենք հույս ունեն, որ կհաջողվի, որովհետեւ իրենք բոլորն շատ լավ հասկանում են, որ Իրանը, եթե այս փուլում նոր պատերազմ չունի, որոշ մի քանի տարի անց նորից վերականգնվել է։ Ինքը ունի այն գիտելիքները, ունի այն կարողությունները, որպեսզի վերականգնի իր հրթիռները, իր միջուկային կարողությունները, որովհետև Իրանից բազմից հայտարարել են, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարող են ոչնչացնել միջուկային եւ այլ օբյեկտներ, բայց իրենց գիտելիքները, իրենց կարողությունները իրենք անհնար է ոչնչացնել։ Իսկ իրենք շատ լուրջ հրթիռաշինական կարողություններ ունեն։ Իրանը հրթիռաշինության մեջ աշխարհում լավագույն տասնյակում է, բավականին լավ հրթիռներ ունի եւ այս է ամբողջ, այսպես ասեմ, խնդիրը իմ կարծիքով։ Իրանի տապալման այդ նախնական փուլում պատերազմի տապալմանը սպասող երկրների շարքում էր Ադրբեջանը, եթե համաձայն ես Արմեն այս ձևակերպմանը, բայց այսօր Ադրբեջանը վերաբացել է Թեհրանում դեսպանությունը իրենց, այսինքն էլ չի հավատում, որ Իրանը կգնա։ Դե փաստացիորեն այդ բուրգը իշխանական բուրգը չփլուզվեց։ Մեկ Խամենեին փոխարինեց մեկ ուրիշ Խամենեին։ Ալի Խամենեին փոխարինեց իր որդի Մոջթաբա Խամենեին եւ դրանով մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։ Ամբողջ ԱՄՆ-Իսրայել տանդեմի ամբողջ այդ մարտավարությունը, ամբողջ այդ խաղադրույքը դրված է նրա վրա, որ արագ, այսպես գխատեն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ բուրգը ներսից կփլուզվի։ Եվ իրենք շատ լավ տեղեկություններ ունեն կոնկրետ օրով ժամով, թե որ օրը Ալի Խամենեին եփե խորհրդակցություն անցկացնելու եւ որտեղ արդեն ամբողջովին այդ խաղադրույքը դրա վրա են կատարել, որ միանգամից հարված են ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացնեն եւ բուրգը կփլուզվի իշխանական, բայց դա տեղի չունեցավ, հիմա արդեն էս որին սպասում էին նաեւ Բաքվում։ Հնարավոր է նաեւ սպասում են, բայց չգիտենք, որ մեկը չի կարող հստակորեն ասել։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ այդ սպասելիքները չարդարացան եւ հիմա արդեն նաեւ լուրջ հակասություն կա ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում։ Եվ Ջեյ Դի Վենսը եւ Մարկո Ռուբիոն շատ լարված հարաբերություններ ունեն, վերջին ժամանակներս նրանց հարաբերությունները լարվել են Նեթանյահուի հետ։ Փաստացիորեն Նեթանյահուն ԱՄՆ-ին թակարդն է գցել։ Պետք է ասեմ, որ բավականին երկար ժամանակ Իսրայելի վարչապետը փորձում էր ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմական գործողությունների մեջ, նրա ձեռքով կրակիչ ականակներ աներ, բայց եւ Ջորջ Բուշ կրտսերը եւ Բարակ Օբաման եւ նախկին նախագահ Ջո Բայդենը հրաժարվել են
մասնակցել այդ արկածախնդրությանը։ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել։ Միայն Թրամփը գնաց այո դրան։ Հիմա ո՞նց են դուրս գալու։ Հետ դարձի ճանապարհը ինչպես են։ Կարծում եմ Ամերիկան պետք է փորձի չկորցնել դեմքը ամեն դեպքում, չէ՞։ Դե քարոզչական մակարդակով իրենք կարող են ասել, որ դե տեսեք միջուկային օբյեկտները ոչնչացրել ենք, հրթիռաշինական, այսպես ասեմ, գործարանները ոչնչացրել ենք, մենք էլ մեծ կորուստներ չենք կրել, կարծում եմ կարող են դա անել։ Քարոզչական մակարդակում ցույց տալ։ Պատերազմում կողնա Իսրայելը։ Իսրայելը այսպես թե այնպես մշտապես պատերազմի մեջ է Իրանի դեմ երբեմն ուղղակի Իսկ կատուն եմ այն ակտիվ փուլը, որը հիմա է սպասվում։ Հիմա ես կարծում եմ Իրանն էլ չի ուզում, Իսրայելն էլ չի ուզում ակտիվ ռազմական փուլ։ Երկուսն էլ մեծ վնասներ են կրել։ Երեք Իսրայելի կառավարությունը հրապարակել է իր ֆինանսական կորուստները, ինչքան գումար է ծախսել այս ռազմական օպերացիայի ժամանակ մոտ 17 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Ընդ որում ես դրա մասին գիտեի նախորդ տարի սեպտեմբեր-հոկտեմբերի կողմերը Իսրայելում արդեն ասում էին, որ ովքեր որ հետևում են տարածաշրջանին, Իսրայելում ասում էին, որ Բենյամին Նեթանյահուն արդեն որոշակի գումար Պաուստային ֆոնդում նախատեսել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում տնտեսությունը ամբողջովին չփլուզվի եւ խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին էր։ Տրիպի համար որևէ խնդիր առաջանում է։ Կարծում եմ, որ ոչ, տրիպի դեպքում ոչ մի խնդիր չի առաջանում։ Ոչ Իրան-ադրբեջանական, ոչ Իրան-Հայաստան սեգմենտում։ Դե տրիպը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի եւ ճանապարհ է, Իրանը ինչ պետք է անի։ Ոչ չի արվածել Հայաստանի ճանապարհին անցնող Հայաստանի տարածքով անցնող ճանապարհին։ Չէ, տրիպում ամերիկյան ներկայությունը Իրանի համար։ Ինչ անենք։ Թուրքիայում էլ կա ամերիկյան ներկայություն, բայց Թուրքիան չհարվածեցին։ Ես ուզում եմ հիշեցնեմ Հայաստանային երկիրներ, այն քիչ երկրներից, որ Իրանը որևէ կերպ ոչ մի քայլ չարեց Հայաստանում։ Ադրբեջանում Նախիջևանի օդանավակայանին մի քանի հատ դրոնային հարված եղավ։ Թուրքիայի օդում մի քանի բալիստիկ հրթիռներ խոցվեցին, չնայած ասում են դա Թուրքիային դեմ չէր ուղղված, այլ ավելի շատ նպատակ կար հարվածել Հունաստանում գտնվող ամերիկյան բազաներին, բայց ամեն դեպքում Թուրքիայի տարածքում են դրանք խոցվել եւ այդտեղ էլ որոշակի լարվածություն առաջացավ Թուրքիա-Իրան հարաբերությունում, չնայած անմիջապես խնդիրը կարգավորվեց։ Մնացած հարաբանների մեծ մասում էլի խնդիրներ առաջացան։ Իրաքի տարածքում խնդիրներ առաջացան։ Մի խոսքով, միայն Հայաստանի հետ կապված ամեն ինչ նորմալ եղավ, ոչ մի գործողությունների Իրանը չի գնացել։ Հայաստան-Իրան հարաբերություններում պատերազմական շրջանում վարկագիծը ճիշտ էր ընտրված։ Իհարկե ճիշտ է, եւ ով էլ էր, այդպես էլ պետք է անել։ Արկածախնդրություն կլներ, եթե մենք կողմերից որևէ մեկի կողմը բռնեինք եւ Հայաստանը ներքաշեինք կոնֆլիկտի մեջ։ Ավելին Հայաստանը բավականին լուրջ օգնություն է տրամադրել Իրանին։ Դրա մասին իհարկե շատ չեն խոսում, շատ չեն թմբկահարում, բայց եւ դեղորայքի եւ այլ ապրանքների տեսքով մենք մեր քայլը արել ենք եւ բնականաբար Իրանում գոհ են Հայաստանի պահվածքից։